Բարև ձեզ։ Դուք դիտում եք զրույցներ մարդու մասին հաղորդումը եւ իմ այսօրվա հյուրն է քաղաքական գործիչ ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանելյանը։ Բարև ձեզ, պարոն Դանելյան։ Աստծո բարին։ Շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հյուրընկալվելու, շատ հաճելի է, ուրախ եմ որ այստեղ։ Ես էլ հույս ունեմ հաճելի զրույց ենք ունենալու։ Պարոն Դանելյան, պատմեք մեզ ձեր մանկության մասին, որտեղ եք ծնվել, որտեղ մեծացել եւ ձեր ընտանիքի մասին։ Ծնվել եմ Տավուշի մարզի Իջևան քաղաքում, մանկությունս, պատանեկությունս ու երիտասարդությունս նույնպես կապված են Տավուշի հետ։ Ասացի, որ Իջևանում եմ ծնվել, ծնողներս մայրս մանկավարժ, գրականագետ, հայրս շինարար, ինժեներ եւ իմ այդ երիտասարդության, մանկության շրջանը համընկել է պատերազմների հետ 90-ականների եւ Տավուշը այդ ամեն ինչի կիզակետում էր։ Ինչ վառ հիշողություններ կան այդ տարիներից, ինչպիսին էր կյանքը այդ տարիներին։ Հետաքրքիր տարիներ էր, հիմա որ հետահայաց նայում ես այդ 90-ականների հաղթանակների, փառավոր հաղթանակների, ճիշտ է այդ տարիներին նաև կորստի մեծ ցավ կար, որովհետև լինելով Տավուշներ, լինելով սահմանամերձ, սահմանապահ համայնք, նաև բազմաթիվ իմ ընկերների ծնողները, նաև մեր ծնողները մասնակցում էին այդ ազատագրական պայքարին եւ ցավով պիտի ասեմ, որ շատ իմ ընկերների ծնողներ պատերազմից հետ չվերադարձան եւ այդ տխրությունն ու ուրախությունը իրար հետ ցենց զուգահեռ անցնում էր։ Ուրախությունը այն էր, որ մեր հերոս այդ ժամանակվա հայրերը, մեր մեծերը կարողանում էին պաշտպանել մեր հայրենիքը եւ հպարտանում ենք մենք դրանով։ Հպարտանում ենք այդ տարիների մեր նաև այն սերնդով, որ 18 տարեկանը դեռ չբոլորած տղաներ կային, որ մեզնից ավագ սերունդներ եւ իրենք մեծ sense խանդավառությամբ, ուրախությամբ մեկնում էին ճակատ, պաշտպանում հայրենիքը եւ թեպետ այդ դժվարություններին, այդ նեղություններին, այդ զրկանքներին, որ կրում ենք բոլորս, ուրախ ու երջանիկ էինք եւ կար ջերմություն, կար շատ մեծ ապրումակցման զգացում, երբ որ այդ սուղ տարիներին մարդիկ կարողանում են իրենց մի կտոր հացը կիսել, իրար նկատմամբ ավելի հոգատար եւ ջերմ լինել։ Հիշում եմ, որ մենք հարևաններով, երբ որ այդ ռմբապաստարաններում ենք, ամեն մեկիս նկուղները դարձել էր ռմբապաստարան եւ ում նկուղը ավելի մեծ էր, այդտեղ ավելի շատ հարևաններով ենք հավաքվում։ Այդ մոմի լույսի տակ, այդ լամփաներ ենք ասում ենք, կերոսինի այդ բաները որ կային, մարդիկ իրենց տներից վերցնում էին այն ամենաանհրաժեշտը, ինչ որ կար չնայած շատ մեծ պաշար էլ չունեին, եւ այդ եղածը մեկի տանը հաց, մեկի տանը, չգիտեմ, կարտոֆիլ հավաքվում էին եւ կիսում էին եւ շատ ջերմություն կար այդ ամեն ինչի մեջ եւ այդ էլ նաեւ մեր սերնդի ձևավորման վրա մեծ ազդեցություն ա թողել։ Կարող ենք ասել, որ մեծերի համար գուցե շատ դժվար էր, բայց երեխաների համար դա այսպես։ Այո, մեր համար հետաքրքիր տարիներ էր։ Դե գիտեք, այդ ճգնաժամ խանութներում հացի հսկայական հերթեր, երբ որ չգիտեմ հիմիկվա սերունդը չի հիշի, բայց մեր մոտ տենց տալոններով, կտրոններով հաց էին բաժանում, այդ հովհարային անջատումներ էր, բնականաբար գազ չկար եւ ես մոտս տպավորվել հիշում եմ էլի, ասենց շատ եմ այդ պահերը, ես վերջերս նամարավանդ հիշում, որ երկար սահնակներ ենք պատրաստում եւ այդ սահնակներով անտառից փայտ էինք բերում եւ համ փայտ էինք բերում անտառից, համ դրա հետ զուգահեռ նաեւ ամբողջ թաղի երեխաներով այդ սահնակի վրա նստում էինք 5, 10, 15 հոգով մեծ սահնակներ էր եւ ու հետաքրիր այդ տարիներին ձմեռը ավելի սաստիկ էր ու ավելի ցուրտ էր։ Հետաքրիր տարիներ էր եւ հիմա արդեն շատ sense
այս տարիքին արդեն որ հետահայացնանում է շատ ջերմությամբ ես հիշում նաև այն քո ընկերներին, որոնք որ նաև ընկերներ ունենք, որ ցավոք ընկերներից ոմանք էլ նաև այսօր չկան, պատերազմների մասնակցեցին, քարորյա պատերազմին, 44-օրյա պատերազմին արդեն ընկերների նաև կորուստ ունենք շատ մեծ, այդ էլ մեծ ցավ է մեր համար։ Ով էր այն մարդը ձեր մանկության, ով իր խորհուրդներով, իր ներկայությամբ շատ կարևոր դերակատարում է ունեցել ձեր կյանքում։ Իմ մոտ տպավորվել է իմ հորաքրոջս, որ Արցախում էր այդ ժամանակ, այսինքն ինքը Արցախից է, հորաքույրս, Ավնին Դանելյան, այդ ժամանակ ինքը ժամանակ առ ժամանակ Արցախից գալիս էր եւ այդ իր այցելություններից մեկի ժամանակ, որ եկել էր, ես մի քիչ ասենք չարաճճի էի այդ տարիներին, նաեւ շատ ժամանակ ընկերներով գնում էինք, առանձնանում էինք այդ սարերում, անտառներում, ինքը եկավ ու իր ասած այդ խոսքերը մոտս շատ է տպավորվել, ասեց քեզնից մի քանի տարի մեծ տղաները Արցախում հիմա զենքը ձեռքին կռվում են, հայրենիքն են պաշտպանում, դու իրավունք չունես անպատասխանատու լինելու։ Դու պատասխանատու լինես եւ օրինակներ էր բերում բազմաթիվ, որ կրկնում ես մի քանի տարի մեծ տղաներ ինչ սխրանքներ են գործում Արցախում, ինչքան են սիրում հայրենիքը, ինչքան են այդ հայրենիքի ազատագրման գործում իրանց ամբողջը դնում եւ այդ խոսքերը իմ վրա շատ մեծ ազդեցություն է թողել, հետագայում ավելի պատասխանատու լինելու, ավելի շատ հայրենիքը սիրելու եւ ավելին անելու եւ դա միշտ նաեւ կյանքում ինձ ուղեկցում է։ Կարծես այդ սերը օրինակելի է դարձրել ձեզ համար։ Կարելի է տենց ասել եւ հետաքրքիր է որ երջանի սենց այդ երջանիկ պահեր էր, երջանիկ օրեր էր այդ օրերը, բայց նաև մի հետաքրքիր պատմություն էլ նոր հիշեցի, որ երբ Արցախը դեռ կանգուն էր եւ հորաքրոջս 60-ամյակն էր Արցախում, ինքը առաջի հոմուհին էր Արցախի եւ հիմնադիրն է հոմի, Շուշի գումարտակից է եղել, ինքը ազատամարտի նաև մասնակից եւ շատ մեծ հայրենասեր է եղել։ Երբ որ այդ արդեն հուշ երեկոն էր, ես 19 թվի ավարտ, 19 թվի դեկտեմբեր, արդեն պիտի փոխվեր 20 թիվ, արհավիրքից ամիսներ առաջ 60-ամյակներ ես գնում եմ այդ տարածքով արդեն քարավաճառով գնում եմ Արցախ եւ մոտը զգացում է որ ինչ որ մի վատ բան պետք է լինի, ինչ որ վատ զգացումներ կար բան ու հետո Արցախի հեռուստաընկերության հարցազրույց տվեցի ինձ այդ հարցազրույցը տեսնողներն ասում են դու ոնց որ մեջդ բան կար որ Արցախում պիտի արհավիր քնի, պատերազմ լինի եւ այլը եւ հետաքրքիր զգացումներ էր իմ մոտ եւ նույն այդ ճանապարհով արդեն 20 թվականի արդեն որ պատերազմը սկսվեց Արցախի նույն այդ ճանապարհով այդ հատվածներում որտեղ որ ես այդ ապրումներով եւ այդ ամեն ինչը sense մտքից գնում էի նույն այդ հատվածներում կարծես կյանքի բաններ այդ հատվածներում ես մի քանի արդեն ամիս հետո հենց այդ նույն հատվածներում կորցրեցի իմ ընկերներին արդեն պատերազմի ճանապարհին գնալուց եւ հիմա էլ որ sense գնում եմ Գեղարքունիք արդեն որ տեսնում եմ որ պետք է միշտ որ մենք գնացել ենք այդ ճանապարհով Արցախ արդեն այդ ճանապարհը չի գործում այդտեղ փակված է այդ ճանապարհը եւ այդ ճանապարհը փակվեց հենց այս օրերին Մոնթեի ծննդյան օրը փակվեց Մոնթեի ազատագրած քարավաճառը էդ էլ մեծ ցավ ու վիշտ է ինձ կոնկրետ որպես
մարդ, որը անկախ նրանից քաղաքականությամբ ենք զբաղվում, որպես հայ մարդ ինձ համար մեծագույն ցավ է։ Պարոն Դանելյան, ինչպիսին էր դպրոցական կյանքը ձեզ համար։ Դպրոցական կյանքը ես մեր ընդունվելու արդեն դպրոց ընդունվելու ժամանակ 90 թվականի վերջ 91 թվականի սկիզբն էր նոր արդեն ես առաջի դասարան գնացել եմ մի քանի օր գնալուց հետո արդեն երկիրը sense փոխվեց անկախության ժամանակահատվածը դպրոցական տարիներն էլ էր դպրոցական տարիներն էլ համընկնում էր էլի պատերազմի հետ եւ հետաքրքիր էր որ այդ տարիներին չնայած ես շատ երախտապարտ եմ այն մանկավարժներին մեր սիրելի ցավոք իրենցից շատերը չկան լույսիչն իրան չիրիմին շատ հոգատար էին մեր նկատմամբ ու այնպես էր որ մեր հարգելի եւ պատվելի ուսուցիչները որոնք մենք մեր սրբություններն ենք էլի համարում մենք անգամ պատկերացնում ենք որ իրենք երեխաներս էլի պատկերացնում ենք որ իրենք ամուսնացած չեն երեխա չունեն Եվ դուք եք միայն իրենց ուշադրության կենտրոնում մենք ենք իրենց ուշադրության կենտրոնում եւ իրենք էլ այդ տարիներին թեպետ այդ դժվարին տարիներին շատ հոգատար են մեր նկատմամբ իրենց եղածով կիսվելու մեզ նաեւ շատ ժամանակ որ այդ ցրտին հնարավոր չէր լինում տաքացնել շատ ժամանակ այդ դասերը մենք անց էինք ասնում իրենց տներում եւ այդ ջերմությունը այդ լավ տարիները հիշում եմ եւ իմ վրա շատ մեծ հետքատող է Ինչպես եկաք մասնագիտության ընտրությանը պատմություն սիրել եմ միշտ եւ այդ պատմական գրքեր կարդալով ինչ որ մի պահի արդեն բարձր դասարաններում հասկացա որ պետքա պատմության մասնագետ դառնամ եւ նախնական ընդունվեցի Իջևանի համալսարանը պետական համալսարանի մասնաճյուղը Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղը այնուհետև արդեն մագիստրատուրան շարունակել եմ Երևանում եւ շատ լավ ընկերներ եմ ձեռք բերել ուսանողական ընկերներ այդ ուսանողական տարիներն էլ շատ հետաքրքիր տարիներ բայց ցավոք իմ մասնագիտությամբ չեմ զբաղվել մի քանի օր պրակտիկա եմ ունեցել այնուհետև լրիվ այլ աշխատանքով եմ զբաղվել պետք էր այդ ժամանակ աշխատել եւ այն պատմության դասեր տալով չէի կարող ես կոնկրետ այն խնդիրները որ կար այդ խնդիրները լուծեի եւ այլ աշխատանքով եմ զբաղվել Մենք հաճախ այս օրերին լսում ենք պատմության ձևափոխման մասին այս ձեզ որպես պատմաբանի պատմությունը հավաստի լինելու համար է թե ժամանակի կարիքին համապատասխանեցնելու Պատմությունը առաջին հերթին դասեր քաղելու համար է եթե պատմությունը լավ չես սերտում եւ այդ սխալները չես հասկանում ինչ սխալներ են գործել այդ պատմության այդ անցյալում դու ցավոք սրտի այդ սխալները կրկնում ես պետքա ցավով նշեմ որ նաեւ մեր պետության այն արհավիրքները այն դժվարությունները այն պարտություններն էլ որ մենք գրանցել ենք այդ պատմությունից էլ չենք դասեր քաղել եղել են փառավոր հաղթանակներ եղել են պարտություններ անհեռատես քայլեր դավաճանություններ միշտ այդ անալոգիան որ անց եմ կասնում միշտ տենց է եղել են պատմության այդ խորքերը որ ուսումնասիրում ես դավաճանների մի փոքր խումբ բացել ամրոցի դարպասները եւ թշնամին ներս է մտել ամրոցից ներս եւ առաջին հերթին սրիա քաշել այն մարդկանց որոնք որ ամրոցի դարպասները բացել են
այդ առաջի, այսպես ասած, շատ կարևոր դասն է, որ ես սերտել եմ։ Երկրորդը դա թշնամու խոստումներին չհավատալն է, որովհետև միշտ մենք այդ միամտությունը, այդ պարզությունը ունեցել ենք հավատալու խոստումներին, ու երբ որ մենք թուլացել ենք եւ տրվել ենք այդ խոստումներին, մենք դրա հետևանքներն ու զրկանքներն ու ամբողջ այդ ողբերգությունը ապրել ենք։ Եվ երբ ենք ունեցել հաջողություն, երբ որ միաբան ենք եղել, երբ որ ազգովի հասկացել ենք, որ մեր ուժը մեր միասնության մեջ է, հայտնի խոսքի, եւ երբ որ պատուհասել է մեզ այդ դժբախտությունը, մենք կարողացել ենք բռունցքվել եւ արժանի հակահարված տալ։ Այդ ժամանակ մենք կարողացել ենք պահել մեր եղածը, պահել մեր եկեղեցիները, մեր հավատքը, մեր երկիրը եւ հաջողություն եւ հաղթանակներ ենք ունեցել։ Երբ որ ապավինել ենք այլոց, մենք պատժվել ենք եւ դրա արդյունքում եւ տարածքային կորուստներ ենք ունեցել եւ մարդկային կորուստներ ենք ունեցել։ Եվ արդեն 100 տարի հետո կամ 200 տարի հետո պատմությունը էլի կրկնվելու, ասում են, հատկություն ունի եւ այդ արհավիրքը ցավոք սրտի էլի գալիս է պատուհասում է մեզ եւ ահավասիկ 100 տարի անց մենք Արցախում ականատեսը եղանք էթնիկ զտման, ցեղասպանության, բայց հիմա ցավալին ու ողբերգականը նա է, որ մեր քույրեր ու եղբայրները էթնիկ զտման ենթարկվեցին արդեն պետություն ունենալու պարագայում, այն պարագայում, եւ կար Հայաստանի Հանրապետություն, կար նաեւ Արցախի Հանրապետություն, եւ ունենալով երկու զույգ պետություններ, մեր հայրենակիցները ցավոք սրտի էթնիկ զտման, ցեղասպանության եւ բռնի տեղահանման ենթարկվեցին։ Եվ սա էլ է դասեր, որ մենք պետք է սրանից էլ դասեր քաղենք։ Եթե այն դասերը, որ կային քաղենք, սրանից 100 տարի առաջ միգուցե նաեւ սա չլիներ։ Ինչը բերեց պատմաբանին բիզնեսի ոլորտ։ Որն էր բիզնեսի հետաքրքիր կողմը։ Ուսանողական ես ուսանող արդեն Իջևանում, որ ուսանում էի, ինչ որ մի ժամանակ եկավ, երբ որ ձեռներեցությամբ զբաղվելը ոչ թե հաճելիներից էր, այլ անհրաժեշտություն էր, պահանջ էր։ Այդ 90-ական թվականների արդեն պատերազմից հետո գործարանները չէին աշխատում, մեր ծնողները իրենց, օրինակ մայրս իր մասնագիտությամբ աշխատում էր որպես գրադարանավար, հայրս բնականաբար շինարարություն չկար, որ իր աշխատանքով զբաղվեր եւ արդեն ձեռներեցությամբ զբաղվում, ես էլ իրեն օգնում էի, օգնելու հետ զուգահեռ նաեւ դա ինքնուրույնություն էր տալիս, որ դու պիտի քո գումարը աշխատես, նաեւ դու պիտի կարողանաս քո կարիքները հոգաս եւ նաեւ այլոց օգնես։ Եվ այնուհետեւ իմ քերիս հիմնադրեց մի ընկերություն, Արզնի տոհմային տնտեսությունը, եւ դա առաջիններից էր Հայաստանի Հանրապետությունում որպես տոհմային տնտեսություն եւ հետո դարավ Անդրկովկասում ամենախոշորը։ Ես պատիվ ունեցա աշխատելու եւ բավականին երիտասարդ տարիքից դեռ 20 տարեկան էլ չկայի, որ նշանակվեցի, ճիշտ է, մինչեւ այդ տարի ու կես 2 տարի էլի աշխատել եմ այդ ձեռնարկությունում, հիմնարկում աշխատել եմ, դեռ 20 տարին չբոլորած, նշանակվեցի արդեն իմ աշխատանքը նաեւ տեսնելով կանչեց եւ ասեց, որ դու նշանակվել ես Արմավիրի տոհմային տնտեսության տնօրեն։ Ես սկզբից հրաժարվեցի, ասի, որ ի վիճակի չեմ, իզորու չեմ։ Ինքը պնդեց, որ դու կարող ես եւ այլ որոշումը կայացված է, վաղը դու գնաս եւ բավականին մեծ ընկերություն էր, հարյուրավոր աշխատողներ, տարբեր ջերմոցային տնտեսություն, խոշոր եղջերավոր թռչուն, sense տոհմային տնտեսություն էր, որ մեր հեռուստադիտողները հասկանան ինչի մասն է խոսքը։ Այդ աշխատանքը սկսվեց եւ
Արդեն երկար տարիներ այդ ոլորտում աշխատել եմ, բավականին խոշոր պրոյեկտներ ենք իրականացրել, արդեն շատ մեծ հաճույք է ստանում, իմիջիալոց ինձ ճանաչողները գիտեն, որ վերամբարձ չնչի, բայց աշխատանք ինձ համար շատ կարևոր էր, նաև այդ պատասխանատվությունն էր իմ համար կարևոր, որ իմ վրա պատասխանատվության է դրված եւ ես պետք է այդ պատասխանատվությունը պատվով կատարեմ եւ 24 ժամ աշխատում էի։ Ես իմ տունը իմ աշխատատեղն էր եւ ես տարիներ շարունակ ապրել եւ աշխատել եմ նույն հիմնարկում եմ աշխատել։ Դա օգնում էր ինձ աշխատել, որովհետեւ շատ ուշ էի աշխատանքս վերջացնում եւ մնում էի այդտեղ աշխատանքից տեղն էի մնում։ Շատերն ասում են դե տներ ունես ինչի չես, ասում անդադ իմ կոնտրոլի տակ լինի։ Դե բավականին հաջողված ծրագրեր իրականացնելուց հետո արդեն մեր արժեվ խնդիր է դրած Հայաստանի շուկան ամբողջությամբ այդ գյուղմթերք, որ արտադրում ենք, ապահովել, այնուհետև խնդիր դրվեց, որ նաև հարևան երկրում ներկայություն ունենանք Վրաստանի Դաշնությունում, Վրաստանի Հանրապետությունում, հետո այդ Վրաստանի շուկան մենք բանալինք ու լավ ենք զգում անդադ առաջընթաց արձանագրելով, այդ ժամանակ տեղական շուկան ողողված էր թուրքական եւ իրանական արտադրանքով եւ մենք գյուղատնտեսության մեջ շատ մեծ sense հեղափոխություն արեցինք տոմային տնտեսության պարագայում եւ ասածս այն է որ այդ աշխատանքից մեծ հաճույք ու մեծ բավականություն էր ստանում երբ որ արդյունքներ էի գրանցում երբ որ այդ արդյունքները արդեն այդ մեր պետությանը մեր երկրին վարկանիշ էր բերում շատ հեղինակավոր մասնագետներ էին այդ ոլորտի գալիս Հայաստան եւ հիանում էին թե ոնց կարելի է նման արդյունք ռեկորդային արդյունքներ էին գրանցում նոր կենթանիների տեսակներ էր ստացվում տրամախաչման միջոցով եւ այլն բավականին հետաքրքիր աշխատանք էր եւ այդ առումով ինձ համար շատ մեծ նաեւ փորձ էր եւ շնորհակալ եմ որ այդ փորձը ձեռք բերեցի նաեւ Եվ վստահեցին։ այո եւ վստահելու համար շատ այդ կարեւոր է որ եթե քեզ վստահում են դու ցանկանում ես առավելագույնը անես Պատասխանատվությունն ավելի մեծ է։ մեր ժողովրդական լեզվով ասած կաշվիցը դուրս գաս թեկուզ քո առողջության հաշվին քո տարիների երիտասարդ տարիների որոշակի նաև ինչ որ բաներից քեզ զրկելու հաշվին դու պարտավորվածություն առնում քո վրա որ կարողանաս այդ պատվով այդ ամեն ինչից դուրս գաս Իդեալական։ եւ հետաքրքիր էր որ այդ տարիները կարողացանք փոքրի շատ է նաև մեր պետությանը օգտակար լինել Եվ այստեղից հաջորդ հարցն է գալիս ինչպես ստացվեց որ բիզնեսից եկաք քաղաքականություն շատ հետաքրիր հարց է ես մինչև արդեն մի քանի տարի արդեն զբաղվեցի անձնական բիզնեսներով, մի քանի բիզնես եմ հիմնել ու բավականին հաջողված բիզնեսներ են եղել։ Դա 2015-16 թվականներից արդեն իմ սեփական մի քանի բիզնես ունեի։ Հետո եկավ մի պրոյեկտի վրա էի աշխատում 20 թվականներ, երբ որ լրատվականով տեսա, որ Ադրբեջանում պիկապ մեքենաների վարորդներից վերցնում են պիկապ մեքենաները։ Գործընկերոջս ասեցի, որ դա սեպտեմբեր ամիսն էր, ասի, որ հավանական եմ համարում, որ պատերազմ կսկսի։ Այդ պրոյեկտի վրա ենք աշխատում իրար հետ։ Ասեց դու վատ կանխատեսումներ ունես, չի կարա տենց բանը լինի։ Դե ասի տես, ես կուզեմ, որ այդ իմ կանխատեսումները չկատարվի, բայց ցավով եմ ասում, որ կարծում եմ, որ իմ մտահոգությունները կհաստատվեն։ Հետո լսեցի արդեն սեպտեմբերի 27-ին լսեցի, որ արդեն պատերազմը սկսվել է եւ գնացել եմ զինկոմիսարիատից հետո արդեն գնացինք Զորամասից արդեն կամավոր գնացինք Արցախ։ Ինչի համար եմ այդքանը պատմում, արդեն պատերազմից հետո շատ ծանր հոգեբանական վիճակում, թեպետ
ի պատիվ մեր մարտական ընկերների, մեր գումարտակի, մենք որտեղ որ գնացել ենք, այդտեղից մի սանտիմետր հետ չենք նահանջել, չնայած ընկերների փորձրեցինք հերոս տղերքի, բայց ամենայն դեպս ընդհանուր կար պարտություն, գրանցված էր պարտություն։ Եվ այդ հոգեբանական այդ ծանր վիճակով արդեն մենք որ արդեն մեզ զորացրեցին, ես այդ պահից սկսած եկել եմ եւ իմ ընտանիքի անդամներին եւ ընկերներին ասել, որ այլևս չեմ կարող զբաղվել բիզնեսով, միգուցե ինձ այդ ժամանակ ասացին, որ սխալ որոշում ես կայացնում, որովհետև դու հաջողված պրոյեկտներ ես իրականացրել, այսօր շատ մարդիկ կան, որ սպասում են քո այսպես ասած նոր գործ, որ պիտի դնես, պայմանավորվածություններ կար, մարդիկ կային, մասնագետներ կային, որ արդեն այդ նոր պրոյեկտի վրա է աշխատում։ Ասի չէ, չեմ կարող, որովհետև ինչքան էլ մի քանի բիզնեսներ ունենաս, ինչքան էլ ֆինանսապես կայացած լինես, պատերազմը ինձ մի բան սովորեցրեց կամ այդ դառը դասը տվեց, որ դու կարող ես կորցնել ամեն ինչ։ Ես տեսնում էի արցախցի իմ քույր եղբայրները ոնց են կորցնում տարիների ստեղծած աշխատանքը մի գրիչի հարվածով, ասենք մի ստորագրությամբ մարդկանց հայրենիքը, մեր բոլորիս հայրենիքը նվիրաբերվում էր ադրբեջանցիներին։ Եվ ես այդ հետևյալն եմ ասում իմ ընկերներին, իմ հարազատներին, բարեկամներին, որ նույնը նաև իմ հետ կարա կատարվի, ինչքան էլ ես բիզնեսներ դնեմ եւ այլ, ես ուզում եմ մտնել քաղաքական ասպարեզ։ Թեպետ մինչև այդ էլ ես կուսակցական էի եւ պատասխանատուն էի մարզի, բայց ակտիվ որպես հանրային գործիչ կամ հանրային որպես դեմք կամ ավելի սենց հանրությանը հայտնի, այդ ժամանակահատվածից արդեն թողել եմ աշխատանքս, չեմ զբաղվել, ներողություն եմ խնդրել իմ հարազատներից, բարեկամներից, իմ ընտանիքի անդամներից եւ մտա քաղաքականության մեջ, այնուհետև ես այս պատմությունը միտեղ եմ կարծեմ ասել, բայց հիմա էլ կրկնվեմ, հետո ընդգրկվեցի Հայաստան դաշինքի ցուցակով, երբեք չեմ քննարկել ցուցակում ինձ որտեղ լինելու հարցը, մամուլից եմ իմացել, որ 35-րդ համարն եմ, հենց սկզբից չեմ եղել խորհրդարանում, մի տարի խորհրդարանը արդեն գործում էր, մի տարի հետո արդեն եկավ իմ հերթական համարը, մեր գործընկերը մանդատը վայր դրեց, հետո ես մտա քաղաքականության մեջ եւ հետաքրիր էր այդ առաջին իսկ օրը, երբ որ խորհրդարանում էի, ինձ արդեն դեռ պիտի երդվեմ, որ ազգային ժողովում երդվեմ, զանգ է գալիս ինձ բեռնափոխադրողներից եւ ինձ ծանոթ մարդ էր, ասեց, որ սենց խնդիր կա Լարսում, ու շատ մարդիկ կան, այս խնդիրը ուզում են բարձրացնել, ասի դե ես մի քանի րոպեից պիտի երդվեմ եւ տեսնեմ ոնց եմ ձեր հարցը բարձրացնում։ Երդվել եմ ու հետո գործընկերոջս Գեղամին Մանուկյան ասի, այս մարդիկ խնդիր ունեն, ասեց խնդիր ունեն, կարանք բան անենք, խոսենք, ասեց, ինչ ես առաջարկում, ասեց, դե տենց չի եղել, որ մարդիկ պատգամավոր միանգամից երդվի եւ մի քանի րոպե հետո խոսի, բայց փորձի ոչ կարաս եւ սխալվես։ Հետո այդ ելույթ ունենում եմ Լարսի այդ վիճակից եմ խոսում, նկարագրում, խնդրի էությունը եւ այլը, մեկ է գիշերվա ժամին արդեն ինձ հետ կապ են հաստատում բեռնատարի վարորդները, հեռախոսի վրա զանգ է գալիս, այդ տեսազանգը որ կա, տեսազանգ է գալիս ու տեսնում եմ Լարսում մարդիկ բաժակները լցրած, սենց ասում են խմում ենք ձեր կենացը, ապրեք, որ մեր հարցը բարձրացրել եք։ Հետո տենց տարբեր խնդիրներ, հարցեր եւ այլ, ու սենց ազգային ժողովում ինձ ասում են շատ թեմաների մեջ ես մտնում, բայց այդ տարբեր թեմաների մեջ մտնելը, տարբեր թեմաներով զբաղվելը էլի ինձնից չի գալիս է մեր հայրենակիցներից,
որոնք որ տարբեր խնդիրներով դիմում են եւ ես ինձ իմ պարտքն եմ համարում այդ խնդիրներով զբաղվելը իմ Facebook-յան էջի վրա իմ հեռախոսահամարն է դրված ցանկացած ժամի չնայած ինձ համար անհարմար է բավականին դժվար է եւ շաբաթ եւ կիրակի օրերն են զանգում եւ տարբեր ժամերի են զանգում սկսված գիշերվա ժամերին ու տարբեր հարցերով բայց ամենայն դեպս ինձ համար մեծ ուրախություն է ու մեծ բավականություն է որ ես կարողանում եմ ինչ որ չափով մեր հայրենակիցներին օգնել տարբեր մարդկանց հարցեր բարձրացնել եւ որոշակի առումով նաեւ լուծումներ իրենց հետ գտնել որոշ հարցերով կարողանում եմ օգտակար լինել որոշներով էլ նաև որ բարձրացնում ես այդ հարցերը մարդիկ հասկանում են որ իրենք մենակ չեն իրենց խնդիրների հետ այ հետաքրքիր է դաշնակցությունը երևի ամենակնարկված կուսակցություններից է ամենատարբեր վերաբերմունքները կարող եք տեսնել դաշնակցության նկատմամբ բայց այն կայուն է եւ կա եւ դաշնակցականների կյանքում կարծում եմ շատ կարեւոր դերակատարում ունի դաշնակցությունը ինչ է տվել ձեզ կուսակցությունը եւ դուք ինչ եք տվել իրենից ձեզ առաջին հերթին ինչ շատ լավ ընկերներ ա տվել գաղափարական ամուր հենք հայրենասիրություն շատ սիրել հայրենիքդ աշխարհի տարբեր երկրներում կառույցները որ կան մոտ 40 երկրներում ունենք կառույցներ այդ կառույցների ընկերները քո համար եւ եղբայր են եւ ընտանիքի անդամ են սփյուռքի հետ իրական կապ այո եւ ամուր մի պատ են ժայռ են կամ լեռ են ամեն մեկը քո մեջքին եւ դու զգում ես յուրաքանչյուրի աջակցությունը ամենադժվար պահերին կարող է քեզ զանգել քո Բեյրութի ընկերը կամ քեզ կարող է զանգել քո Իրանի ընկերը, չգիտեմ, Ռուսաստանի Դաշնության քո ընկերը Ֆրանսիայի, Կանադայի, Արգենտինայի, Ավստրալիայի եւ իր աջակցությունն իր զորակցությունը հայտնի եւ ոչ դա լոկ խոսքեր չեն դա զգում ես մարտի դաշտում դա զգում ես առօրյա քո կյանքում դա զգում ես նեղությունների մեջ եւ դա շատ կարեւոր է այդ որ մի ընտանիքի մեջ ես չեմ իդեալականացնի իհարկե նաև կան խնդիրներ, կան խնդիրներ, ինչպես մարդու տան մեջ էլ կլինեն խնդիրներ, կան տարաձայնություններ, բայց շատ կարևոր է դաշնակցության մեջ, որ եթե այդ որոշումը կայացվում է, ուրեմն այդ որոշումը մեր բոլորիս համար ուղեցույց է, ուղենիշ է։ Ինքն այդ որոշումը արդեն կայացված է, փոքրամասնությունը այդ որոշմանը արդեն ենթարկվի այդ որոշումն է եւ այդ կարգապահությունը, հայրենասիրությունը, հայրենանվիրությունը հենց փոքրուց դաստիարակվում է եւ ես ուրախ եմ որ հիմա էլ մի սերունդ է գալիս մեր հետևից, որոնք պատվախնդիր տղաներ եւ աղջիկներ են, որոնք որ փորձությունների, դժվարությունների, արհավիրքների, զրկանքների մեջով անցնելով բարձր են պահում հայի անունը, պատիվը, հեղինակությունը ու ամենտեղ պայքարում են հայեցի լինելու համար, պայքարում են մեր արժեքների արժեհամակարգի համար, մեր կրոնի, եկեղեցու համար, մեր մշակույթի համար, մեր ինքնության համար եւ ես համոզված եմ, որ այս բարդագույն իրավիճակում նաեւ այդ երիտասարդ սերունդը դեռ իր ասելիքը կասի եւ իր անելիքը կանի։ Այ դուք խոսում եք հայրենասիրությունից, ազգային համախմբումից եւ ձեր ելույթներում ենք այդ մասին շատ լսում ձեզանից, ձեր գրառումներում։ Մյուս կողմից տեսնում ենք մարդիկ, ով հակադիր դաշտում են գտնվում եւ ես խոսում են նույն հայրենասիրությունից, նույն միասնությունից։ Այ ըստ ձեզ ո՞րն է այդ հայրենասիրությունը։ Ո՞րն է ձեր պատկերացրած հայրենասիրությունը։ Տեսեք, ես շատ մարդիկ գիտեմ, որ Շուշիում նկարվում էին, Արցախի տարբեր հատվածներում նկարվում էին, հետո հիմա Արցախ բառը չեն ուզում ասեն։ Չեն ուզում ասեն, որովհետև դա իրենց համար կարող է շահեկան չլինել։ Կարող են իրենց
իրենց համար կարիերայի աճ չապահովել, ջնջում են այդ նկարները, որ կապված է Արցախի հետ։ Նույն իշխող թիմից բազմաթիվ շարքային անդամներ, միջին բարձր օղակի մարդիկ Ուրանում են ուրանում են, իրենց իսկ հա, մեկ պատմությունը։ բառով ուրացում է դա, էլի, իրենց պատմությունը, ուրանում են իրենց ինքնությունը, ուրանում են իրենց անցյալը, այն արհավիկն են դժբախտությունը, որ մեզ հետ կատարվել է, ցեղասպանությունը, որը դա նա չի էլի, որ մենք անդադ մեզ ասում են, չէ, անդադ դուք ողբի հետ եք ասոցացվում կամ չգիտեմ դժբախտություն, բայց եթե մենք այսօր պիտի հարցականի տակ դնենք 1915 թվականի ցեղասպանությունը, չեմ ուզում կրկնել իրենց այդ կեղտոտ բառապաշարը, որ հանդես են գալիս, բա մենք ինչով ենք էլ հայ կոչվում, եթե մենք ուրանում ենք Արարատը, մենք ինչով ենք հայ կոչվում, Արցախը, Սփյուռքը, եկեղեցին, մեծերի նկատմամբ մեր վերաբերմունքը, մեր հերոսների նկատմամբ մեր խոնարհումը, արժևորում այն մարդկանց, որ ոչ միայն 90-ական թվականները, այլ դրանից առաջ, դրանից հետո իրենց կյանքը դրել են մեր երկրի, մեր պետության համար, այդ ծնողների ի վերջո տեսնում եք ինչ վերաբերմունք են արժանանում, այդ տարբերությունները դրանց մեջ են։ Տարբերությունը նրա մեջ է, որ եթե քո եղբայրը ու քո քույրը էթնիկ զտման եւ ցեղասպանություն են ենթարկվում Արցախում, դու չպետք է այստեղ երջանկացած եւ ուրախ sense ժպիտներով եւ քո տան ճաշատեսակներով համացանցում ոգևորված եւ երջանկացած նկարներ գցես։ Դա ի՞նչ է նշանակում։ Ոնց կարամ ես այդ մարդկանց հետ նույն արժե համակարգը կիսեմ։ Ոնց կարա նման բան լինի։ Այդ օրերին եւ դրանից առաջ այդ օրերին ոնց կարա նման բան լինի։ Կամ այդ բառապաշարը, որ ես ուզում հիշեցնել բառապաշարը, որ հանդես էին գալու ներազգային ատելություն մտցնելով մեր հայրենակիցների արցախցի, հայաստանցի կամ գյումրեցի, չգիտեմ, տավուշեցի եւ այլն մեկնուց։ Այդ պարակտումը ներազգային ոնց կարամ ես իրենց հետ այդ արժեքները կիսեմ։ Տարբերությունները շատ են։ Սկսած մեր տրադիցիաներից, մեր ազգային ավանդույթներից, վերջացած այդ ամեն ինչով կրթական համակարգի կարող են երկար խոսալ, կրթական համակարգի խայտարակ վիճակից, նաև հավով պիտի ասեմ, որ այն մեծ ողբերգությունը, դժբախտությունը, որ մեր հետ կատարվեց, մեր հասարակությունը նաև բաժանվեց, պառակտվեց, ընտանիքներ բաժանվեցին, եղբայր, քույր, ամուսիններ, անգամ գյուղեր կան, ես գնում ցավով եմ արձանագրում, այդ բաժանումը, պառակտումը կա, մեկ ասում է, ինչ որ այս արհավիտ կա եկե մեկ ասում է, ինչ լավ է, որ այս որ եկել է, այս, չգիտեմ, այս տարածքները մերը չեն եւ այլն։ Ցամ մեծագույն ցավով ողբերգություն է ինձ համար կոնկրետ։ Թեպետ այդ ամեն ինչին ես նորից էլի ուզում եմ հույս հայտնել, որ կգա այդ օրը եւ ես համոզված եմ այդ օրը մոտա, որ մեր ազգը նորից էլի կհամախմբվի ու այն, որ սկզբից ես պատմեցի 90-ականների այդ համերաշխ, այդ միասնական մթնոլորտը մեկը մյուսով ուրախանալու, մեկը մյուսի դժվարությանը օգնելու, ասինքն այդ դժվար պահին օգնելու, նեցուկ կանգնելու, ուրախությամբ ուրախանալու եւ այդ պատկերը կգա, կվերադառնա եւ այն չարությունն ու ատելությունն ու այն նախանձը, որ կա հիմա որոշ մեր հայրենակիցների այս փառակտումն ու բանը, կարծում եմ, որ շուտով կգա այդ ժամանակը եւ դա այդ ամեն ինչը կվերանա։ Ես շատ մեծ ցանկություն եւ ակնկալիք ունեմ։ Ձեր մանկության միասնականության զգացումը կվերադառնա։ Այո, ես հույս ունեմ, որ դա կլինի եւ դա պետք է լինի ու այլընտրանք չկա, մենք sense բաժանված, պառակտված
այդ ճշնամական մթնոլորտին դի անպայման վերջ տանք, եթե ուզում ենք որ հաջողություն ունենանք, եթե ուզում ենք որ մեր տեսեք կարող է մի երկար եմ ասում, բայց նաև այս ամեն օր այս դեպքերը, որ մենք տեսնում ենք երիտասարդների շրջանում, տեսնում ենք դպրոցներում, տեսնում ենք կրթօջախներում, սա Արժեքների այո, խեղաթյուրում։ արժեքների խեղաթյուրումը մեծագույն ցավա եւ մեծ տարապանք է պատճառում մեզ։ Մենք պիտի կարողանանք լուծել, կարողանանք այս խնդիրները կարգավորել, այլապես քաոտիկ մի ժամանակաշրջանի մեջ կմտնենք, արդեն դրա նախանշանները կան, որից չեն կարողանալու դուրս գանք։ Այ զգացվում է ձեր խոսքից, որ էմոցիաները եւ անձնական վերաբերմունքը երևույթներին շատ հաճախ թելադրում են այն ուղղությունը, որով պիտի գնաք։ Հաճախ է լինում, որ էմոցիաները այդ քաղաքական դիվանագիտությանը հաղթում են։ Ճիշտ ասած, ես մի քիչ էմոցիոնալ մարդ եմ, դա եւ իր դրական եւ բացասական կողմերն ունի, բայց ես գիտեք, ես չեմ ուզում իսկ կեղծեմ, որ պահին կարծում եմ քաղաքական գործիչը կամ քաղաքականության մեջ գտնվող մարդը իրեն կեղծեց, այդ ֆարշ ասած է, էլի, կներեք այս բառի համար, ոչ հայերեն, բայց այդ հենց դա եղավ, կարծում եմ դա նաև մարդիկ կզգան, էլի, որ դա ես ինչ էլ որ անում եմ համոզմունքով։ Իմ էմոցիաները սարքովի չեն, կեղծ էմոցիաներ չեն, կան որոշ քաղաքական գործիչներ, որոնք որ իրենց չէ, այտենց ասում եմ, դե մենք բան ենք անում, չգիտեմ, դեսենց ձև ենք տալիս բան, բայց իրականից տենց չենք, ես կներեք այդ անհամեստության համար դա չեմ հասկանում, որովհետև մարդը ինչ կա պիտի տենց էլ իրեն ներկայացնի իր հույզերով, իր ապրումներով, իր էմոցիաներով, որովհետև այդ պահին այդ զգում ես, այդ էլ արտահայտվում ես, եւ ամենակարևորը նաեւ անկեղծությունն է ու անմիջական անկեղծ ազնիվ վերաբերմունքը մարդկանց նկատմամբ։ Դու պիտի քո հայրենակիցներին, քեզ ընտրողներին եւ հաշվետու լինես եւ պարտական լինես եւ հարգալից լինես եւ նաեւ իրենց հետ կատարվող յուրաքանչյուր երևույթ անարդարության հետ կապված։ Ես ընկալում եւ ընդունում եմ ինձ համար որպես անձնական խնդիր, անձնական ողբերգություն կամ անձնական դժբախտություն։ Շատ ժամանակ ես հարցեր կան, որ այդ հարցերով կամ զբաղվում եմ կամ տարաբնույթ հարցեր անվտանգային միջև սոցիալական, դա շատ մեծ հետք է թողում իմ վրա, ասենք կներեք ես անկեղծության համար, բայց անթուք միջև գիշերները չքնելու, այսինքն այդ խնդիրը քեզ տարապանք է պատճառում, քեզ ցավ է պատճառում, երբ տեսնում ես, որ քո հայրենակիցները, որոնք կամ բռնի տեղահանվել են, ունեն բազմաթիվ սոցիալական խնդիրներ, կամ այցելում ես մարզեր, տեսնում ես սոցիալական լրջագույն խնդիրներ կան, կամ քեզ դիմում են առողջության հետ կապված խնդիրներով, որ մարդը հնարավորություն չունի իր ծնողին կամ իր երեխային պատշաճ բուժօգնություն ապահովելու, այդ ամեն ինչը քեզ չի կարող ցավ չպատճառել կամ չես կարող դու sense անմասն մնաս դրանից եւ կտրվես ամեն ինչից, ասես դե ինձ հետ կարևոր ամեն ինչ նորմալ է, իմ մոտ այտենց չի լինում եւ դա այդ ամեն ինչը վերածվում է էմոցիաների։ Այս շատ հետաքրքիր է, երբեմն տեսնում ենք, որ քաղաքական գործիչները գալիս են քաղաքական պաշտոնի եւ կտրվում է իրականության հետ կապը։ Ձեր դեպքում թե հարթակներում, թե ամբիոնի մոտ ելույթներից եւ թե հանրային այդ կապը հանրության հետ խոսում են մասին, որ այդ իրականությանը շատ մոտ եք ու այդ կապը հանրության հետ շատ ամուր է եղել։ Հետաքրքիր է մեկ այլ հարց, ասացիք, թե ինչպես եկաք քաղաքականություն, որովհետեւ պատերազմի այդ զգացողությունը, որովհետեւ մանկությունից այն այս երիտասարդները, որ օրինակելի էին, ձեզ համար
այդ կապը եկավ հասավ քաղաքականություն։ Այ ինչ պիտի լինի մի օր, որ թողնեք քաղաքականությունը ու անցնեք այն կյանքին, որն ավելի հանգիստ է ու խաղաղ։ Նախ ինձ համար հիմա գլխավոր գերխնդիրներից մեկը դա իմ ընկերների ազատության մեջ հայտնվելն է։ Ձեր տաղավար եմ գալիս Բագրատ եւ Միքայել Սրբազանների խցից, որոնց գրեթե եթե ոչ ամեն օր, ամեն երկրորդ օրը տեսնում եմ եւ իմ մյուս ընկերը Արթուրը Սարգսյանը, որը Բարսաշեն քրեակատարողական հիմնարկում է, իմ մնացած ընկերները, դրանք համայնքի ղեկավարներ են, դրանք ազատամարտի մասնակիցներ են, գործարարներ են, պատվախնդիր գործարարներ են հայ եւ չգիտեմ բլոգեր եւ այլն, այսինքն ինձ համար շատ կարեւոր է, որ այդ մարդիկ լինեն ազատության մեջ։ Երեք մեր երկու ընկերոջ ծնունդներ, ես իրենց տուն այցելեցի, Վահագն Չախալյանի եւ Մովսես Շաղբացյանի ծնունդներ, ես Մովսես հենց տուն եւ 6 ամսեկան իր երեխային, որ տեսնում էի, ցավ էի ապրում, որովհետեւ իր ծնողը պիտի իր գլխին լինի եւ խնդիրները տան, կարիքները եւ այլ 3 անչափահաս երեխա, նույնը նաեւ Արտուրի Սարգսյան, նույնը մնացածի ամփոփեմ խոսքս, որ ինձ համար շատ կարևոր է այդ մարդկանց ազատ լինել, ազատության մեջ լինել, որովհետեւ իրենք իրենց քաղաքական հայացքների համար հիմա անազատության մեջ են եւ որոշները ունեն առողջական լրջագույն խնդիրներ։ Այնուհետև նաև իհարկե նաև մեր հայրենիքը ես ինձ կհամարեմ իմ գործը արած եւ կզբաղվեմ ինձ համար շատ սիրելի գործերով, երբ որ Հայաստանում լինի ազգային իշխանություն, ազգային իշխանություն լինի Հայաստանում, իշխանություններ լինեն Հայաստանում, որ սիրեն այս երկիրը, ամեն մի միլիմետր, սանտիմետր հողը իրենց համար թանկ լինի, այս սոցիալական բևեռացումը չլինի, այս խուժանապետությունը կներեք այս բառից համար չլինի եւ այդ դեպքում ես կհամարեմ, որ այլևս ինձ քաղաքականության մեջ անելիք չկա եւ ես գնամ զբաղվեմ իմ սիրելի զբաղմունքով, մի անգամ կարծեմ թե ասել եմ, մի հատ էլ ձեր տաղավարում ասեմ, նպատակը սա, որ տնակ փոքրիկ ունենամ այդ մեր գեղատեսիլ լեռներում Տավուշի եւ ընտանի կենդանիների նաեւ ձի շուն շատ եմ սիրում այդ վայելեմ այդ հրաշք բնությունը իմ սիրելի զբաղմունքով զբաղվեմ որսորդությամբ եւ ինձ բավականին հաճելի է այդ ամեն ինչը քաղաքականությունը անկեղծ ասած ինձ համար այդքան էլ նախընտրելի գործ չի եւ ես մեր հաճույքով կզբաղվեմ այլ գործերով հուսով եմ որ այդ օրը կգա Իսկապես երանելի կլինի մարդու համար հանգիստ վերադառնալ այն կետին, որ իրեն երջանկացնում է եւ հարց, որը երկար ժամանակ ձեզ թե որպես մարդ, թե որպես քաղաքական գործիչ ձեր գլխում կա, բայց պատասխանը դեռ չեք գտել։ Ինձ շատ անհանգստացնում է, ես իմ խոսքի մեջ ասեցի, մենք ցանկացած խնդիր կարող ենք հաղթահարել, եթե միասնական ենք, եթե կարողանում ենք ներքին հանդուրժողականություն, ես հիմա ինձ համար ամենա ակտուալ հարցը դա այն թշնամանքն է, այն ատելության մթնոլորտն է, որ կա մեր երկրում։ Ինձ դա շատ է մտահոգում։ Այդ չարությունը, այդ նեգատիվը ինձ շատ է մտահոգում։ Իրար չզիջելու, իրար երկու Հայաստանի Հանրապետության քաղաքացի հայ մարդ կամ մեր
երկրում ապրող երկու հարևան բարեկամ ազգականներ կարող են կներեք այս բարիս համար իրար ապրելը չուզել։ Դա ինձ համար ամենամեծ ցավն է։ Երկար ժամանակ մտածում եմ այդ հարցի շուրջ, թե ինչ կարող եմ ես անել, որ այդ համերաշխությունը, հաշտությունն ու այդ միմյանց նկատմամբ հանդուրժողականությունը լինի, այդ ատելությունը վերանա։ Ինչ կարող եմ ես անել, ճիշտն ասած, առաջինը, որ մտքովս անցնում է իմ աշխատանքով, նաև մարդկանց հետ խոսելով եւ նաև հնարավորության դեպքում նաև մարդկանց աչքերը բացելով, այսինքն դու պետք է այնպես անես, որ մարդկանց աչքերը բացվի, չարն ու բարին իրարից տարբերակվի, կեղծն ու իրականը իրարից տարբերակվի, ամեն հայրենասիրությունից, հայրենիքից խոսող մարդ չի, որ սիրում է հայրենիքը, ցավը դա է, եւ ամեն մի եկեղեցի մտնող չի, որ ինքը հավատքով է մտնում, ոչ թե պղծելու նպատակով, եւ այդ ամեն ինչ այսօր ակտուալ է, այսօր մեր ներսից քանդում են մեզ, հայի ձեռով, յան ազգանունով հայեր քանդում են մեր երկիրը, եւ դա ներկայացնում են որպես միակ տարբերակ մեր նվաստացումները, մեր արժեհամակարգից հրաժարումը, մեր դրոշից, գերբից, զինանշանից, սահմանադրությունից, ինքնությունից, տեսակից, ցավոք սրտի որոշ մարդիկ լռում են, հարմարվում են, կան հարմարվողական մարդիկ, որ բոլոր ժամանակներում հարմարվում են, տեսակով հարմարվող են, որոշներն էլ այդ արշավին միանում են կարիերայի թռիչք ապահովելու կամ սեփական բարեկեցությունը ապահովելու կամ կերակրատաշտին մոտ լինելու համար։ Ինձ համար սա արգահատելի մի երևույթ է, անընդունելի երևույթ է, եւ ես կցանկանամ, որ մենք մեր հասարակությունը հենված լինի արժեքային համակարգի վրա։ Արժեքները պետք է առաջնորդեն եւ առաջնայինը լինեն մեր երկրում, եւ մենք պետք է ընդհանուր կոնսենսուս ունենանք այդ արժեհամակարգի վերաբերյալ եւ այդ արժեհամակարգի նկատմամբ կոնսենսուսն ու նաև բանը պետք է նաև արդեն այդ տարբերակումները լինի, ով է կողմ դրան եւ ով է դեմ դրան։ Ոչ թե բաժանարար գծեր մտցնելու, այլ իրապես, եթե մենք չկարողանանք այս ամեն ինչը պահել, մենք ոտքի տակ կկորչենք։ Ես կողմ չեմ այդ մտքի հետ, որ մենք ոչ մի բան չանենք, մեկ այն չլինի լինելու է։ Մենք պետք է պայքարենք։ Եվ այդ պայքարը կարևոր է ոչ միայն մեր համար, այլ մեր սերունդների համար։ Մենք պարտական ենք մեր սերունդներին փոխանցել ուժեղ, ամուր, հավատքով, արժեհամակարգով, տեսակով երկիր եւ պետություն։ Մենք չենք կարող ասենց ամորֆ վիճակում, չգիտեմ, մենք մեր ամեն ինչը կորցնենք եւ լինենք սպասարկող անձնակազմ, ինչին որ մեզ փորձում են տանել Հայաստանը։ Այդ դրա դեմ պետք է պայքարենք, դրա այդ գաղափարի շուրջ պետք է միավորվենք եւ շարժվենք առաջ։ Նաեւ այն խնդիրներով, այն խնդիրներով մինչեւ 18 թիվն ա եղել, դրանից էլ նաեւ հետեւություններ եւ դասեր քաղելով շարժվենք առաջ։ Շնորհակալ եմ հետաքրքիր Ես եմ զրույցի շնորհակալ։ համար։ Հիշեցնեմ, որ դուք դիտում եք զրույցներ մարդու մասին հաղորդումը եւ իմ այսօրվա հյուրն էր քաղաքական գործիչ Գառնիկ Դանելյանը։ Կհանդիպենք